Երևանի ձայնը։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան այս տարի առանձնացավ մի քանի անսովոր դրվագով։ Թրամփի հուշարարն անջատվեց եւ Միացյալ Նահանգների նախագահի բացման խոսքը խաթարվեց։ Այնուամենայնիվ Թրամփը հայտարարեց, թե ավարտել է 7 անվերջանալի պատերազմ եւ ՄԱԿ-ին մեղադրեց, որ անգամ չեն փորձել միջամտել։ Այդ պատերազմներից մեկի մասին, որը պարոն Թրամփը դադարեցրել է, կխոսենք փոքր ավելի ուշ, մինչեւ այդ ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնֆերանսի մասին։ COP17-ը 2026 թվականին ՄԱԿ անդամներին կմեկտեղի Հայաստանում։ Միջոցառման ընթացքում երկիրը կհայտնվի համաշխարհային առաջնորդների ուշադրության կենտրոնում, ինչպես օգտվել այս հնարավորությունից աշխարհում առավել տեսանելի եւ լսելի դառնալու համար։ Հենց այս հարցից էլ կսկսենք զրույցը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ։ Madam Jacob, thank you for this. Տիկին Ժակոբ, շնորհակալ եմ զրույցի հնարավորության համար։ COP17-ը մոտենում է, պարզաբանեք, խնդրեմ, ինչու է COP-ը կարևոր Հայաստանի համար եւ ինչպես պետք է Հայաստանը օգտագործի այս առիթը համաշխարհային ուշադրության այս հնարավորությունը, որը ամեն օր չէ, որ ունենք. We do not get every day. Well, thank you for inviting me. I'm very grateful for this opportunity. Շնորհակալություն հրավերի համար։ Ես շատ երախտապարտ եմ այս հնարավորության համար։ Թույլ տվեք սկսել մի փոքրիկ պատմությամբ։ 1992-ին մեծ գագաթնաժողով եղավ։ Առաջին դեպքերից մեկը, երբ Հայաստանը մասնակցում էր համաշխարհային միջոցառման որպես անկախ երկիր։ Այդ առիթով Հայաստանը ստորագրեց եւ վավերագրեց 3 մեծ գլոբալ կոնվենցիաներ՝ կլիմայի, անապատացման եւ կենսաբազմազանության վերաբերյալ։ Ահա այստեղից սկսվեց ամբողջ պատմությունը։ Հիմա 30 տարի անց շատ քչերը գիտեն, որ Հայաստանը կենսաբազմազանության թեժ կետ է, այսինքն Հայաստանի բազմազան բնությունը եզակի է։ Ամբողջ աշխարհում ընդամենը 30 կենսաբազմազանության թեժ կետ կա եւ Հայաստանը դրանցից մեկն է։ Եվ ես կարծում եմ, մենք ոչ միայն պետք է ճանաչենք դա, այլև տոնենք։ Սա այն հիմնական պատճառներից է, թե ինչու Հայաստանը ընտրվեց այս մեծ կոնֆերանսը հյուրընկալելու համար։ And this is one of the main reasons why Armenia was selected to host this big conference. So this was not purely. Այսինքն Հայաստանը զուտ քաղաքական ընտրություն չէր։ No, of course not. There is a different rationale behind that. Ոչ իհարկե, այստեղ կա այլ տրամաբանություն։ Առաջին Հայաստանը որպես COP-ի նախագահող հաջորդ տարի կղեկավարի միջազգային բանակցությունները։ Սա միջազգային դիվանագիտության վարժանք է, որը հիանալի է Հայաստանի տեսանելիության համար աշխարհում եւ Հայաստանի համար նոր պատմություն ձևավորելու հարցում։ Երկրորդ դա մեծ հնարավորություն է Հայաստանի համար արագացնելու կանաչ անցումը, այսինքն լուծելու եռակողմ բնապահպանական ճգնաժամը, կլիմա, կենսաբազմազանություն եւ անապատացման դեմ պայքար։ Սա նույնպես Հայաստանի համար շատ կարևոր թեմա է։ Very important topic for Armenia. What's your message to COP17? Ինչ ուղերձ ունեք COP17-ի ազդեցիկ մասնակիցներին, որոնք արդեն ճամպրուկներն են հավաքում Հայաստան գալու? Suitcases on their way to Armenia very soon. Well, first is that they should expect to discover a country that has Նախ նրանք բացահայտելու են մի հրաշալի երկիր եզակի հատկանիշներով։ Օրինակ Հայաստանում կա մոտ 130 հրաբուխ։ Ով դա գիտի։ Գործնականում ոչ ոք, նույնիսկ հայերը տեղյակ չեն։ Իսկ հրաբուխները ձևավորում են եզակի էկոհամակարգեր եւ դրանք կարող են նաեւ դառնալ յուրահատուկ туриզմի հիմք։ Սպասվում է մոտ 10,000 պաշտոնական այցելու շուրջ 170 երկրներից։ Սա հնարավորություն է, որ նրանք բացահայտեն Հայաստանի հյուրասիրությունը։ Նրանք կլինեն Երևանում, բայց հուսով ենք կայցելեն նաեւ երկրի տարբեր հատվածներ, ծանոթանալու Հայաստանի բնությանը, պատմությանը եւ մշակույթին։ Ուրիշ մի բան եմ ուզում նշել, երբ Հայաստանը ստանձնում է COP-ի կազմակերպման պարտականությունը, դա պարզապես միջոցառում չէ։ Հայաստանը պետք է ցույց տա, որ իրապես հանձնառու է կենսաբազմազանության պահպանությանը։ Այժմ երկիրը մշակում է ազգային կենսաբազմազանության ռազմավարություն եւ ծրագիր, եւ դրանից հետո առաջիկա ամիսներին մի շարք նախաձեռնություններ կսկսվեն։ Իդեպ միջոցառումը կտևի 2 շաբաթ։ Դրանից հետո Հայաստանը պատասխանատու կլինի ապահովել, որ COP-ի ընթացքում աշխարհի կողմից ընդունված եւ ստորագրված որոշումները կյանքի կոչվեն, եւ Հայաստանը դրա պատասխանատուն կլինի 2 տարի։ Այսինքն միջազգային պարտավորությունները մոտ 3.5 տարի է։ Սա եւ հսկայական մարտահրավեր է եւ հրաշալի հնարավորություն երկրի համար։ 3.5 years, and you can imagine is both it's a fantastic challenge and it's an amazing opportunity for the country.
Հայաստանի հրատապ անվտանգային հարցերի համատեքստում կենսաբազմազանությունը առաջնահերթություն չէ եւ համաշխարհային ու տեղական օրակարգերը հաճախ չեն համընկնում։ Ինչպես կարող է COP17-ը նպաստել տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը, համադրելով տեղական անվտանգային եւ գլոբալ բնապահպանական խնդիրները։ Security is, of course, as you know, one of Armenia's most immediate needs. Անվտանգությունը, ինչպես գիտեք, Հայաստանի ամենահրատապ կարիքներից մեկն է։ ՆԱՏՕ-ի համաժողովը անցկացվեց Հայաստանում, եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները եւս ներկա էին։ Հարց է ծագում, ինչպես տեղայնացնել COP17-ի կամ կլիմայի եւ կենսաբազմազանության օրակարգերը, օգնելով կառուցել վստահություն եւ խաղաղություն Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի համատեքստում։ In light of Armenia-Azerbaijan negotiation process. Well, thank you. This is a very complex but very interesting question. Շնորհակալություն, սա բարդ, բայց շատ հետաքրքիր հարց է։ Գլոբալ մակարդակում գիտեք, կոնֆլիկտների հիմնական պատճառներից մեկը բնական ռեսուրսներն են, հատկապես ջրին հասանելիությունը։ Դա աշխարհում բախումների գլխավոր պատճառներից է։ Բայց այս դեպքում կոնֆլիկտի բուն պատճառը դա չէ։ Բայց հարավային Կովկասում ջրային ռեսուրսների հարցերը նույնպես առկա են։ Այսինքն ուզում եմ ասել, որ բնապահպանական, կենսաբազմազանության, կլիմայի եւ անապատացման խնդիրները դառնում են լարվածության աղբյուր համայնքների, երկրների եւ տարածաշրջանների միջև։ Հետևաբար, երբ մենք աշխատում ենք բնապահպանական կամ կենսաբազմազանության, կլիմայի կամ անապատացման հարցերի վրա, մենք փաստացի զբաղվում ենք կոնֆլիկտների կանխարգելմամբ։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ Հայաստանը հիմա շատ կարեւոր փուլում է, փորձում է խաղաղություն հաստատել հարևանների հետ։ Եվ ամենակարևորը՝ կայուն խաղաղություն։ Մենք ուզում ենք խաղաղություն։ Խաղաղությունը պարզապես մի պահ չէ, դա գործընթաց է, եւ երկարաժամկետ խաղաղություն կառուցելու համար պետք է աշխատել ամբողջ հասարակության հետ, ինչպես սահմանների տարբեր կողմերում գտնվող համայնքների, այնպես էլ երկրի ներսում։ Պետք է ամրապնդել սոցիալական համախմբվածությունը։ Պետք է համոզվենք, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականները ունեն տնտեսական հնարավորություններ։ Նրանք եւ Հայաստանի շատ համայնքներ ապրում են այնպիսի վայրերում, որոնք շրջապատված են բնությամբ, հաճախ ազդվում են կլիմայի փոփոխությունից կամ աղտոտվածությունից։ Այս թեմայի վրա նույնպես պետք է աշխատել, որպեսզի մարդիկ ունենան կայուն կենսակերպ, հնարավորություն մնալու եւ լավ կյանք կառուցելու Հայաստանում։ To stay and to build good life within Armenia. So what projects does the UN carry out in Armenia to support? Ինչ ծրագրեր է իրականացնում ՄԱԿ-ը Հայաստանում աջակցելու 120,000 հարկադրաբար տեղահանվածներին, որոնց հիշատակեցիք։ 1,000 forcibly displaced since you mentioned them. Yeah. So we of course we did a lot of work in support of the government when the refugees came. Երբ փախստականները եկան 2023 թվականի սեպտեմբերին, մենք իհարկե շատ աշխատեցինք կառավարության հետ հումանիտար աջակցության ուղղությամբ։ Հիմա անցնում ենք երկարաժամկետ աջակցության եւ կառավարության աջակցությամբ պատրաստվում ենք մեկնարկել կենսապահովման ծրագիր փախստականների համար։ Եթե ամփոփ եմ, սա ազգային ծրագիր է, որը կենտրոնանալու է երկարաժամկետ տնտեսական հնարավորությունների ստեղծման վրա։ Դա կարող է լինել երկրի տարբեր հատվածներում տնտեսական դիվերսիֆիկացիայի կամ մարդկանց սեփական բիզնես սկսելուն աջակցելու միջոցով։ Սա առաջին ուղղությունն է։ Երկրորդ ուղղությունը մենք համագործակցում ենք հատկապես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաեւ կրթության նախարարության հետ փախստականների վերապատրաստման համար, որովհետեւ մարդիկ եկան որոշակի հմտություններով, դրանցից որոշները օգտակար են։ Օրինակ ուսուցիչները, բուժքույրերը եւ բժիշկները ինտեգրվեցին ազգային համակարգերում, բայց շատերին նոր հմտություններ են պետք։ Դա կլինի ազգային շրջանակ, որը կառավարությունն է առաջնորդելու։ Եթե չեմ սխալվում, այն պետք է հայտարարվի հոկտեմբերի սկզբին։ Այդ ժամանակ դուք ավելի շատ բան կիմանաք։ Մենք հույս ունենք, որ զարգացման շատ գործընկերներ, ինչպես նաեւ տարբեր նախարարություններ կմիանան այս նախաձեռնությանը։ Այն կիրականացվի պետական կառույցների միջոցով, կարող են ներգրավել նաեւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ եւ որոշ չափով ՄԱԿ-ը։ Սպասում եմ, որ սա կլինի 3-ից 5 տարվա նախաձեռնություն, իսկ նպատակը կայունություն եւ լավ տնտեսական պայմաններ ապահովելն է ոչ միայն փախստականների ընտանիքների, այլև հյուրընկալող համայնքների համար։ Stability and good economic condition for the refugees family but also for the host communities.
ՄԱԿ-ը, հատկապես անվտանգության խորհուրդը, առաջին հերթին անվտանգային կազմակերպություն է։ Թրամփի ՄԱԿ-ին ուղղված քննադատությունը, որ այն արդյունավետ չի միջամտում համաշխարհային հակամարտությունների կարգավորմանը, ակամամիտտ է գալիս։ Ինչ դեր ունի ՄԱԿ-ը Հարավային Կովկասում կայունության վերականգնման հարցում։ Back to another sore spot. The peace agreement was pre-signed under Trump's. Վերադառնանք մեկ այլ թեժկետի։ Խաղաղության համաձայնագիր նախաստորագրվեց Թրամփի հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, եւ այն հիմնվում է նախագահ Թրամփի անձնական հեղինակության վրա։ Ինչպես ասում են Հայաստանի իշխանությունները, այդ համաձայնագիրն ամենօրյա խնամք է պահանջում, որն է ՄԱԿ-ի դերը եւ պատասխանատվությունը այս համաձայնագրի իրականացման գործում։ Is the UN's share and responsibility to help implement it? Thank you. Very important question as well. First, I think Շնորհակալություն շատ կարևոր հարց է։ Նախ կարծում եմ երկու երկրների ղեկավարությունն իսկապես մեծ դեր խաղաց այս գործընթացը հնարավոր դարձնելու համար։ Մենք գործընթացի սկզբում ենք, համաձայնագիրը դեռ պետք է ստորագրվի, եւ ինչպես արդեն ասացի, ստորագրելը բավարար չէ, պետք է համոզվել, որ խաղաղությունը երկարատև լինի։ Շատ քննարկումներ կան կապուղիների շուրջ։ Իսկ կապը կարևոր է, որովհետև դա երկրների միջև անցում է ապահովում, թույլ է տալիս, որ ապրանքներն ու մարդիկ ազատ տեղաշարժվեն։ Փոխադարձ շահերի հենք է ստեղծում, ինչը մեծացնում է կայուն խաղաղության հավանականությունը։ Ճիշտ այդպես, սա շատ կարևոր է, բայց մի բան, որի վրա պետք է հատկապես ուշադրություն դարձնենք, ինչպես է Հայաստանը ազդում խաղաղության վրա։ Ընդհանուր առմամբ խաղաղության օրակարգը Հայաստանում լայն աջակցություն ունի, ես իսկապես հավատում եմ դրան։ Բայց նաև հարցեր կան, ինչ է նշանակում սահմանների բացումը, ինչ է դա նշանակելու իմ բիզնեսի համար, ինչ է նշանակում գյուղացու համար, ինչ է նշանակելու իմ համայնքի համար, արդյոք իմ աշխարհն ավելի անվտանգ է լինելու, ինչ է դա նշանակելու երիտասարդների համար, ինչ է նշանակում կանանց համար։ Այս բոլոր հարցերին պետք է անդրադառնալ, որովհետև կայուն խաղաղությունը Հայաստանի համար նոր իրավիճակ է։ Այնուամենայնիվ ես բավականին լավատես եմ, օրինակ Հայաստանում շատ աշխուժ տնտեսական ճյուղեր կան։ Օրինակ տեղեկատվական տեխնոլոգիաները, ես հանդիպել եմ բազմաթիվ ստարտափ ընկերությունների, շատ երիտասարդների։ Նրանք իսկապես առաջ նայող են, նորարար գաղափարներ ունեն։ Ֆինանսական ոլորտն էլ Հայաստանում ուժեղ է։ Մենք այժմ աշխատում ենք ֆինանսական կառույցների հետ, որ նրանք ոչ միայն աջակցեն կանաչ անցմանը, այլև նպաստեն ներառական տնտեսական աճին։ Իսկ ներառական ասելով նկատի ունեմ նաև այն, որ պետք է աջակցել փախստականներին սեփական բիզնես սկսելու հարցում։ Հարկավոր է վարկերը նրանց համար հասանելի դարձնել։ Գյուղական վայրերում կանայք նույնպես հաճախ դժվարանում են վարկ ստանալ։ Այս բոլոր հարցերը շատ կարևոր են։ Մենք ուզում ենք վստահ լինել, որ այս ամբողջ կապուղիների գործընթացում Հայաստանը չի դառնա պարզապես տարանցիկ երկիր։ Պետք է ապահովել, որ երկրի բոլոր բնակիչները, նույնիսկ ամենահեռավոր վայրերում ապրողները ստանան խաղաղության շահույթից իրենց բաժինը։ Սա այն ոլորտն է, որտեղ մենք աշխատում ենք համոզվելու համար, որ ամենախոցելի խմբերը ստանան նույնքան ուշադրություն, որքան այն խմբերը, որոնք կարող են ավելի դինամիկ լինել կամ ավելի արագ զարգացման հնարավորություններ ունենալ։ More immediate opportunity to leapfrog forward. As you mentioned yourself, it is obvious that connectivity. Դուք եւս նշեցիք, ակնհայտ է, որ համաձայնագրի ողնաշարը հենց կապուղիները ենթակառուցվածքներն են։ Թրամփի երթուղու շրջանակում Միացյալ Նահանգներն ավելի քան 145 միլիոն է ներդնում ենթակառուցվածքում։ ՄԱԿ-ի մյուս խոշոր խաղացողներից կա շահագրգռություն իրենց ներդրումը ունենալու խաղաղության process-ում։ Interested in their own contribution to peace. Yeah, once again, on the connectivity and on the infrastructure. Արդեն կան այլ ֆինանսավորման աղբյուրներ խոշոր ենթակառուցվածքների համար։ Մի շարք միջազգային ֆինանսական կազմակերպություններ եւ զարգացման բանկեր արդեն ներգրաված են նման ծրագրերի ֆինանսավորման մեջ։ Խոսքը միայն հյուսիս-հարավ եւ արևելք-արևմուտք մայրուղիների մասին չէ, այլ նաեւ օրինակ թափոնների կառավարման կենտրոնների մասին, որոնք այստեղ շատ անհրաժեշտ են։ Այս ոլորտում արդեն իսկ կան ներդրումներ եւ ես հավատում եմ, որ ՄԱԿ-ը նույնպես կարող է իր ներդրումն ունենալ։ Մենք աշխատենք միջազգային ֆինանսական կառույցների հետ համոզվելու համար, որ ներդրումներն ուղղվեն հենց այն ծրագրերին, որոնք կօգնեն նաև մարդկանց առօրյա կյանքին։ Օրինակ շատ կարևոր է կանաչ անցման գաղափարը։ Հայաստանը իր արևային եւ հողմային պոտենցիալով մեծ հնարավորություններ ունի։ Մենք արդեն աշխատում ենք կառավարության հետ վերականգնողական էներգետիկայի ոլորտում, բայց կան նաև բարդություններ։ Օրինակ հանքարդյունաբերությունը դեռ մեծ դեր ունի տնտեսության մեջ։ Այս ոլորտում նույնպես պետք է հավասարակշռություն գտնենք եւ աշխատատեղեր պահպանենք
պահպանելու եւ բնապահպանական ռիսկերը նվազեցնելու համար։ Կանաչանցումն ու հանքարդյունաբերությունը պետք է այնպես զարգանան, որ Հայաստանը ստանա առավելագույն օգուտ նվազագույն վնասով։ Մեկ այլ ոլորտ, որի վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել, դա զբոսաշրջությունն է։ Հայաստանը կարող է դառնալ ավելի գրավիչ զբոսաշրջային ուղղություն, բայց դրա համար պետք է ենթակառուցվածք, ճանապարհներ, հյուրանոցներ եւ ամենակարևորը կայունություն։ Եվ այս բոլոր ուղղությունները միասին կարող են ձևավորել Հայաստանի համար նոր տնտեսական հիմք, կան նաեւ տարածաշրջանային համագործակցության հնարավորություններ։ Հայաստանը գտնվում է շատ կարևոր խաչմերուկում, եթե այդ խաղաղության համաձայնագիրը կայանա, այն կբացի նոր հնարավորություններ, ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Տրանսպորտային կապերը կօգնեն ավելի շատ ապրանքներ տեղափոխել Եվրոպայից Ասիա եւ հակառակը։ Սա կարող է Հայաստանը դարձնել տնտեսական կենտրոն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ, բայց պետք է նաև զգույշ լինել։ Խաղաղությունը դեռ փխրուն է։ Պետք է համոզվել, որ վստահության մեխանիզմները գործում են։ Դրա համար ՄԱԿ-ը եւ միջազգային հանրությունը կարող են աջակցել որպես վստահություն կառուցող ուժ։ Thank you, Madam Jacob. Կրկին շնորհակալ եմ Տիկին Ժակոբ այս հնարավորության համար։